Ձեր խոսքում դուք առանձնակի անդրադարձակ լյարդի գործոնին, լյարդի գործունեությանը, շատ է պատահում համացանցում տարեցնել հետևում են ինչպես մաքրել լյարդը, այս մեթոդով, այն մեթոդով։ Շատ ցավոտ թեմա։ Խնդրում եմ, որ կոնկրետ անդրադառնաք, թե արդյոք պետք է լյարդը մաքրել, թե ոչ, եւ ինչ միջոցներով մաքրել այն եւ լյարդի ֆունկցիայի մասին։ Այո, լյարդը ոչ միայն մաքրել պետք չէ, լյարդը ինքն է մաքրում մեր օրգանիզմը աղիներից եկած եւ տարբեր տեղերից եկած այստեղ տարբեր տոքսիններից, այսինքն լյարդը ինքը մաքրող է եւ ընդհանրապես մենք չունենք որևէ օրգան, որը պետք է մաքրել։ Նաեւ նույն տրամաբանությամբ մենք շատ հաճախ ենք լսում աղիների մաքրում, աղիների լվացում արեցի, դարձյալ չի կարելի, նման բան չկա, նման ցուցում չկա։ Լյարդը մաքրել հասկացություն եւ բայց ցավոք սրտի այդ լյարդը մաքրող միջոցները, որոնք օգտագործվում են, դրանք շատ հաճախ բուսական անհայտ ծագման միջոցներ են, որոնք խորհուրդ չի տրվում չարաշահել, որովհետև դրանք գոյություն ունի լյարդի, այսպես ասված, լյարդի հերբալ ասոցացված, բուսական ասոցացված տոքսիկ ախտահարում։ Դա կարող է լինել օրինակ ինչ-որ մի բուսական նյութի չարաշահումից, որը նրանք օգտագործում են, այսպես ասած, մաքրելու համար։ Այսինքն ֆիքսում ենք, որ լյարդը մաքրել հասկացություն գոյություն չունի, դրա անհրաժեշտությունը չկա։ Եվ սրանով այս մասով կարծես թե պատասխանեցինք։ Մյուսը լյարդի հետ կապված, լյարդը համարվում է համեմատաբար լուռ օրգան։ Այ օրինակ բերանի խոռոչի դեպքում, ստամոքսի աղիքի դեպքում գանգատներ ասեցինք։ Լյարդի դեպքում մարդը կարող է ընդհանրապես գանգատ չունենալ, բայց ունենալ լյարդի լուրջ հիվանդություն։ Կան մի քանի հիվանդություններ, որոնց կանխատեսումը, այսպես ասած, պրոգնոզը ծերունական տարիքում ավելի վատանում է։ Դա լյարդի ալկոհոլային ախտահարումն է, այ շատ հաճախ ենք լսում մեր պապիկների դեպքում, հատկապես գյուղերում ապրող, ամեն երեկո իր սարքած տնական մաքուր օղուց մի բաժակ խմում է, այսպես առողջ, լավ քնում է, ուղեղը լավ է աշխատում, այդպիսի բան չկա, ճիշտ հակառակը խորհուրդ չի տրվում եւ չկա ալկոհոլի անվտանգ չափաբաժին, այդպիսի եզրույթ բժշկության մեջ չկա։ Իդեպ, երբ սննդաբանը մեր եթերում այս արտահայտությունն ասեց եւ մենք սոցցանցերում տարածեցինք, մարդիկ ընդվզեցին, որ բժիշկները չգիտեն, այնուամենայնիվ մի բաժակ օղին ավելի օգտակար է լյարդի համար եւ ընդհանրապես խնդրում եմ կրկին հաստատեք, որ ալկոհոլի օգտակար բաժին չկա։ Իհարկե չկա։ Եվ տեսակ էլ չկա։ Այո, չկա, ոչ տեսակ, ոչ բաժին չկա։ Չեն կարող ասել, որ կատեգորիկ հակացուցված է, չեն կարող նման բան ասել, բայց հավանականությունը, որ ռիսկերը, կողմնակի ազդեցությունները դրա ավելի շուտ մենք կտեսնենք ծերունական տարիքում, միանշանակ ավելի բարձր է։ Այո, ձեր ասածը զարմանալի չի, պատկերացրեք, դա մեր ամենօրյա աշխատանքն է։ Եվ նույնիսկ երբ որ ախտորոշում ենք պացիենտի մոտ լյարդի ցիրոզ, որի պատճառը իր չարաշահած ալկոհոլն է, նրանք այդտեղ էլ են այսպես ընդդիմանում են, բայց ինքը շատ չի խմել եւ նույնիսկ հարազատները կինը հաճախ շատ չի խմել է մի բաժակ օրը, երկու բաժակ տնական օղի, մաքուր, իր սարքած օղին տնական, մի հատ նախաճաշին, մի հատ ընթրիկին, ինչ կա դրա մեջ տոքսիկ եւ այո, այդ խոչընդոտը կա բացատրելու, որ դա չի կարելի եւ թույլատրելի ցանկալի բուժիչ ալկոհոլ գոյություն չունի։ Նույնը նաև խոցի պարագայում է, խոցը բուժում են տնական օղիով, ինչ որ տարբեր բաներ են լցնում մեջը, դա իհարկե մեր դարձյալ հաճախ դիտվող պայքարներից է, որ չի կարելի։ Լյարդի դեպքում, եթե գանգատ է առաջանում, դա կարող է լինել դեղնուկը, դեղնություն, մաշկի դեղնություն, աչքերի սպիտակների դեղնություն, մեզի գույնի մքացում, եթե նման գանգատներ է դիտվում, դա միանշանակ կապված է լյարդի հետ եւ պետք է անպայման դիմել լյարդաբանի։ Այս պարագայում ընդհանրապես, եթե լուծիի փոշկապության դեպքում ինչ-որ այսպես խնդիրներ ենք տալիս, դեղնուկի հայտ գալու դեպքում, երբ մարդը տեսնում է, որ աչքերի մեջի սպիտակները դեղնել են, ոչինչ անել չի կարելի եւ պետք է դիմել բժշկի։ Եվ հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն լյարդի, արդեն ունեն լյարդի ալկոհոլային ախտահարում, ունեն լյարդի այսպես մետաբոլիկ ասոցացված ախտահարում, շաքարային դիաբետ ունեն, բարձր խոլեստերին եւ այլն, եւ հեպատիտ C, այս խմբի մարդիկ, նրանք հատկապես ծերունական տարիքում պետք է մշտապես գտնվել լյարդաբանի հսկողության տակ, որովհետեւ բարդությունների ռիսկը ավելի բարձրանում է տարիքի հետ։ Մյուս հիվանդությունների դեպքում իհարկե եւս, բայց հատկապես այս երեքը, նրանք ովքեր ունեն այս հիվանդությունները, պետք է լինեն շատ ուշադիր եւ հետեւողական։ Բժիշկ, եւ մենք ուտող խմող ազգ ենք եւ մարսողության հետ կապված խնդիրները բոլորի համար կարծում եմ շատ կարեւոր են։ Ինչ անեն միջին տարիքի մարդիկ, որպեսզի մի քիչ ավելի խնամքով օգտագործեն մարսողության համակարգը եւ որն իրենց ավելի երկար եւ լավ ծառայի։ Խորհուրդներ ընդհանուր բնույթի բոլորիս համար։ Հասկացա։
առանձնահատուկ խորհուրդ հենց մարսուղությունը պահպանելու համար չեմ կարող ասել։ Խորհուրդները նույնն են, ինչ որ ամբողջ օրգանիզմի առողջությունը պահպանելու համար պիտի լինի։ Այսինքն ունենալ ֆիզիկական ակտիվություն, դա շատ կարևոր է։ Ֆիզիկական ակտիվությունը ինչպես կանխում է օրինակ նեյրոդեգեներատիվ հիվանդությունները, դեմենցիա եւ այլն, այնպես էլ կանխում է աղիների կողմից օրինակ փոշկապության առաջացումը։ Եվ եթե կա այլ փոշկապություն, արդեն նույնիսկ այդ ժամանակ խորհուրդ ենք տալիս ֆիզիկական ակտիվություն, այսինքն երիտասարդներին ավելի խորհուրդ կտան լինել պարտադիր ունենալ ֆիզիկական ակտիվություն, ընդ որում ամենօրյա 45 րոպե օրինակ քայլքը համարվում է իդեալական առողջ ֆիզիկական ակտիվություն բոլորի համար։ Մյուսը սնվել բալանսավորված, սնվել առողջ, ռացիոնում աշխատենք, որ գերակշռի առողջ սնունդը, իհարկե մենք էլ մեր սովորությունները ունենք, շատ ճարպոտ սննդամթերքները, պահածոյացված սննդամթերք շատ օգտագործել այդ ձմռան ամիսներին։ Գիտենք, որ այդ պահածոները պահպանվում է դեռ, աշխատել քիչ օգտագործել, չփչացնել մթերքը, պահածոները դա սննդի մթերքի փչացում է, ուղղակի դա չանել, եւ եթե կան արդեն ախտորոշված հիվանդություններ, անպայման կառավարել այդ հիվանդությունները։ Շատ հիվանդություններ երիտասարդների մոտ կարող են այդքան էլ իրենց չանհանգստացնել եւ նրանք օրինական մարդիկ, ովքեր 1-2 անգամ չափել են, ֆիքսել են, որ ունեն բարձր զարկերակային ճնշում, բայց գանգատ չունեն եւ դրան ուշադրություն չեն դարձնում, այդպես չի կարելի, որովհետեւ այդ դրա պտուղները նրանք արդեն կտեսնեն ծերունական տարիքում, երբ որ արդեն օրգանիզմի հարմարվողականությունը այդքան էլ շատ չէ։ Այսինքն, եթե կան հիվանդություններ, այդ հիվանդությունները կառավարել որքանով որ դա հնարավոր է, քչացնել ռացիոնում շաքարի օգտագործումը։ Ես բացառման մասին չեմ խոսում, ուղղակի քչացնել շաքարի օգտագործում, դրանով օրինակ կանխվի շաքարային դիաբետը կամ այլ մետաբոլիկ հիվանդություններ։ Այսինքն, պահպանել առողջությունը, սնվել առողջ, բալանսավորված եւ ցուցաբերել պարտադիր ֆիզիկական ակտիվություն։ Օգտագործել շատ բջջանյութ, բջջանք ռուսերեն կլեչատկայա ասվում, անգլերեն fiber, դրանք շատ կան մեծ քանակությամբ թարմ մրգերի բանջարեղենի մեջ եւ հատիկեղենի մեջ, օրինակ չիայի սերմերի մեջ շատ կան։ Դրանք նյութեր են, որոնք ամբողջությամբ չեն ներծծվում, չեն քայքայվում աղիքում, այսպես ասած, եւ շատացնում են ծավալ աղիքի պարունակության եւ հեշտացնում են աղիների գործունեությունը։ Խորհուրդ է տրվում, որ ռացիոնում շատացվի սրանք։ Ընդհանրապես թարմ միրգը եւ բանջարեղենը ծերունական տարիքում շատ խորհուրդ է տրվում օգտագործել, ընդ որում շատ մեծ քանակությամբ։ Տարբեր հետազոտություններ, օրինակ նրանք, ովքեր ունեցել են սիրտանոթային պատահարներ, մասնագիտական լեզվով ասված, դրանք ինսուլտն է, ինֆարկտն է, նրանք եթե շատ մեծ քանակությամբ մրգեր եւ բանջարեղեն են օգտագործում, նույնիսկ 1 կիլոգրամ օրվա մեջ, իրենց մոտ ռիսկը, որ այդ պատահարները կկրկնվեն, բավականին նվազում է։ Խորհուրդ ենք տալիս սննդում ավելացնել թարմ միրգ եւ բանջարեղենը, ավելացնել ջրի քանակը, բայց այստեղ որոշակի զգուշավորություն ենք ցուցաբերում, որովհետեւ քանի որ կա հավանականություն, որ նրանք ունեն հիպերտենզիա, բարձր զարկերակային ճնշում, այդ պարագայում մենք չենք կարող նրան ասել, որ օրը մեծ քանակությամբ ջուր խմի, պետք է անպայման հսկենք սա։ Դա իր հետևանքը կունենա։ Իհարկե, այսինքն դարձյալ մասնագետի հսկողությունը ցանկալի է շատ։ Եվ նույնը նաև բջջանյութին, բջջանքին իհարկե պետք է շատ ուտել միրգ բանջարեղեն, բայց իրենց մոտ դրանից կարող է ավելի արտահայտվել վքնածությունը։ Այսինքն պետք է դիտարկել բալանսի մեջ բոլորը։ Մեկ ջրալի ճաշերը ցանկալի է, բայց այն ինչ որ կա մեր ժողովրդի մեջ մտած կամ երեխաների դեպքում, մեծերի դեպքում ամեն օր սուպ ուտել, դա այդքան էլ պարտադիր չէ։ Եթե ջուրը բավականին չափով մարդը օգտագործում է բալանսավորված սնունդ, ածխաջրերը, ճարպերը, սպիտակուցները նորմալ քանակությամբ, բացարձակ անհրաժեշտ չէ, որ սուպ ուտել, ջրալի ճաշ ամեն օր ուտել։ Ըստախորժակի։